Շարունակվում է առավոտ լսող վիքենդը սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես հաղորդման սկզբում նշել էինք, այսօր շատ հետաքրքիր զրույց է մեզ սպասվում ժեստերի լեզվի մասին, որովհետեւ մեր տաղավարում հյուրընկալել ենք հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ Նախշուն Ազիբեկյանին, ողջույն։ Բարի լույս։ Ես սովորել էի մի րոպե։ Բարի լույս։ Բարի լույս, այո։ Իսկ ինչպես կլինի բարի լույս, եթերում առավոտ լսող վիքենդն է։ Բարի Լույս, եթերում հեռուստացույց եթերում առավոտ լուսո լույս բառն է, բայց դե քանի որ լուսոն արդեն առավոտյան մեր լույսին ոչ թե էլեկտրական, այլ լույսին առավոտ լուսո հաղորդումն է։ Հաղորդումն է։ Շնորհակալություն, պարզ, բայց դե իհարկե այս ամենից պետք է տիրապետել։ Ամենակարևորն էլ սովորենք ու անցնենք առաջ, շնորհակալություն։ Ինչպես։ Շատ լավ, ես էլ կամաց սովորեմ։ Ուրախ ենք, որ մեզ հետ եք, վստահաբար շատ հետաքրքիր գործունեությամբ եք դուք զբաղված, բայց աշխատանքային օրերը հանգստյան օրերից ինչով են տարբերվում, բայց հատկապես օրվա առավոտյան հատվածը։ Կան ինչ-որ Ընդհանրապես ամեն օրը ինձ մոտ սկսվում է սուրճով, պարտադիր սուրճով, դե հետո եթե նկարահանման ուշ եմ լինում, կապ չունի աշխատանքային թե հանգստյան օրեր, եթե նկարահանման ուշ եմ լինում, արդեն երեխաներիս նախաճաշով կամ ինչ-որ առօրյա գործերով տան ընթացի գործերով եմ զբաղված, իսկ ընդհանրապես սիրում եմ կիրակիրները։ Գալով արդեն ժեստերի լեզվին, ինչպես եւ երբ այս լեզուն հայտնվեց ձեր կյանքում, ինչպես սկսեցիք հետաքրքրվել եւ ինչպես այն դարձավ աշխատանքային լեզու։ Քանի որ ես ծնվել եմ խուլերի ընտանիքում եւ հայրս եւ մայրս խուլ են, ժեստերի լեզուն հետեւաբար իմ կարելի ասել մայրենի լեզուն է եղել, ոչ հայերենը, որովհետեւ ես իմ ծնողի հետ շփվել եւ հաղորդակցվել եմ բացառապես ժեստերի լեզվով։ Դե ասենք առաջին բառերը ուտել, քնել, գնալ, դու մամա, պապա, ասենք այդ պրիմիտիվ ժեստերից հետո դու արդեն ինստինկտյան երբ որ քո ընտանիքում լինում են խուլ ծնողներ, դու լինում ես խուլ ծնողների զավակ, հետևաբար դու լինում ես արդեն փոքրուց կարելի ասել փոխանցող, ոչ թարգմանիչ դեռ, որովհետև հասարակ եթե դուռը ծեծում են արդեն, եթե տանը լսող չկա, դու ես իրենց փոխարեն լսում ու պատասխանում, հարց են տալիս, մաման տաննա կամ ինչ-որ մի բան, դու ես պատասխանում, իրենց փոխանցում, աստիճանաբար դու դառնում ես թարգմանիչ։ Ժեստերի լեզվի թարգմանիչներ սովորաբար դառնում են խուլ ծնողների երեխաները, հիմնական մասը։ Հետո շատ մի փոքր մաս կա, որոնք սիրելով այդ լեզուն, հետաքրքրվելով դառնում են ժեստերի լեզվի թարգմանիչ սովորելով։ Բայց մեծամասնությունը թարգմանիչները խուլ ծնողների զավակներն են լինում, հիմնական իրենք էլ այդ ամեն ինչի մեջով անցնում են։ Զրույցի ընթացքում նշեցիք, որ մայրենիի նման է եղել ժեստերի լեզունի սկզբանե, հետագայում դպրոցում արդեն, երբ սկսեցիք սովորել այլ լեզուներ այս դեպքում, ժեստերի լեզվից բացի։ Ինչպես էր ձեր հաղորդակցումը։ Միևնույն է շարունակում եք նաև ժեստերով խոսել մարդկանց հետ, թե ժեստիկուլյացիան, երբ խոսում եք այլ լեզվով, ավելի լուռ էր, զուսպ էր, թե միևնույն է շատ ակտիվ կերպով խանգարում էր։ Դե քանի որ մենք փոքրուց շատ դժվար է խուլ ծնողին երեխա մեծացնելը, որովհետև երեխան լալիս է, ասենք թե փոքր դեռ անօգնական վիճակում հնարավոր է քնած լինի, երեխայի լացը չլսի, ասենք շատ դժվարությամբ են մեծացրել։ Հիմա փառք Աստծո կան ահագին օգնող մեթոդներ, որոնք վիբրացիան ժամացույցի կամ ինչ-որ մի բան, որ այն ժամանակ ես հիշում եմ, որ փոքր եղբայրս ծնվել էր, մայրս, եղբորս բարուրը դնում էր իր ձեռքին, ու այդպես էր քնում, հետո հայրս էր փոխում, որ կարողանան քնեն, ու շատ կարևոր է խուլ ընտանիքում լինի լսող մեծ չափահաս մարդ, որը կարողանա օգնել իրենց հնարավորինս, ու այդպիսին իմ տատիկների իհարկե, որը շատ մեծ դեր ուներ մեր կյանքում, ճիշտ է ինքը մեր հետ հիմնականում չէր ապրում, բայց անընդհատ գալիս էր։ Դու հետո մենք գնացել ենք մանկապարտեզ, հետո դպրոց, ես հիշում եմ տատիկս ասում էր, դու ինքան էիր ժեստերով խոսում, որ ես քո որ բան էիր ուզում ասել, դու չէիր խոսում ժեստերով ցույց, ես քո ձեռքերը դնում էի հետևդ բռնում, ասում էի
մի հատ խոսիր, որ մենք կարողանանք հասկանանք, դու իրոք կարողանում ես, ասենք կապակցված խոսք արտահայտել, դու հետո արդեն մանկապարտեզ, դպրոց, խմբակներ, Հետո արդեն փուլ, որտեղ ժեստերի լեզուն դարձավ մասնագիտություն եւ հայտնվեցիք հեռուստատեսությունում։ Այս կարևոր փուլի մասին պատմեք մեզ։ Մոտ 25 տարի ես հեռուստատեսության բնագավառում եմ, հիմնականում լրատվական ծառայություններն եմ մատուցում ժեստերի լեզվով, սակայն կան նաեւ ֆիլմեր, մուլտֆիլմեր, չգիտեմ, ինձ համար կենսակերպ ու անմնացորդ մի մասնիկ է դարձել հեռուստատեսությունն ու իմ աշխատանքը։ Նամանավանդ, որ գիտակցում ես, որ քո աշխատանքի շնորհիվ շատ մարդիկ ինֆորմացվում են։ Ինչպես նշեցիք, հենց լրատվական նախագծերը եւ վերջին շրջանում էլ քաղաքական հաղորդումներն էին շատ եւ ձեր աշխատանքի կարծես ամենաբարդ շրջանն էր ուղիղ եթերում կատարել այդ թարգմանությունները եւ այդ բուրըն քննարկումները թարգմանել։ Ժամեր շարունակ նաեւ։ Այո, անդադար ժամեր շարունակ դա թարգմանել եւ ոչ թե 1-2 հոգու զրույցը կամ մենախոսություն, այլ բանավեճ քննարկումներ մոտ տասնյակին հասնող մարդկանց։ Ինչպես տրվեց այս աշխատանքը ձեզ, ինչպես կարողացաք հաղթահարել։ Մեծ դժվարությամբ հոգնում էի։ Բայց ինձ այդքան չէր հոգնեցնում այդքան աշխատաժամի երկարությունը, թեպետ դա էլ այդքան ժամ նստել ու մտավոր աշխատանք անել ու միևնույն ժամանակ փոխանցել ճշգրտորեն ասված միտքը շատ դժվար էր, ավելի շատ լարվում է, երբ որ միաժամանակ էին սկսում խոսել, դա արդեն սարսափելի։ Իսկ այդ դեպքերում ինչպես է ստացվում թարգմանությունը, երբ միանգամից 2 եւ ավելի մարդ է խոսում կադրում։ Ես ոչ թե առաջնահերթություն, այլ որ ձայնը ավելի լսում եմ ես։ Դա եմ ասում, դա եմ թարգմանում, դե որովհետև նախ ինձ մոտ կար էլի էկրան, իմիջայլոց ես այս տաղավարից էի, հենց այս տաղավարում եմ թարգմանել։ Փոքրիկ գաղտնիք, սիրելի հեռուստադիտողներ։ Այստեղ կար էկրան, ես հենց այս տաղավարի մեջ թարգմանում ու էկրաններին նայելով ես տեսնում էի արդեն կադրը, որ արդեն խոշորացված պլանով որևէ գործիչ, որ արդեն խոսում էր, իրեն էին ցույց տալիս, շուրթերի շարժումներից արդեն հասկանում էի ու ֆիքսվում էի այդ ձայնի վրա։ Հետո շնորհակալություն Պետրոսին ու Տաթևին, որ իրեն կարողանում էին արագ հանդարտեցնել այդ իրավիճակը։ Ստացվեց։ Փորձառություն հստակ կարող ենք այն համարել ձեզ համար։ Նոր երևույթ, նոր սանդղակ, որակական ինչ-որ։ Որակական սանդղակ չգիտեմ, բայց ինձ համար որպես նորություն ու որպես ինքս ինձ փորձելու հնարավորություն, հա, տեսնել կոփվելու ավելի շատ։ Ավելի ճիշտ բառեր են տրված։ Եվ դա նաև արձագանքից պարզ էր դառնում մարդկանց, որովհետև շատ-շատերը հենց ձեր մասին էին խոսում, որովհետև իսկապես շատ բարդ աշխատանք էր, որ կարողացաք իրականություն դարձնել եւ այն մարդկանց, ովքեր ունեն լսողության խնդիրներ, ոչ միայն կարդալով ծանոթացան այդ քննարկումներին կամ մարդկանց կարծիքներին, քաղաքական գործիչների արտահայտած մտքերին, այլ նաև հենց ձեր շնորհիվ կարողացան դա լսել եւ տեսնել։ Հա, իրոք շատ էր արձագանք ու գրում էին շնորհակալություններ, խուլերն էլ գրում էին շնորհակալություն, անդադ նամակներ էին ուղարկում, ինչ լավ է, որ ասենք թարգմանությամբ էր, որ մենք իրազեկենք այդ ամեն ինչին։ Ինձ շատ այնքան էին ուղարկում այդ ինչ որ հաղորդակցությունների տակ մեկնաբանությունները, մարդիկ որ կարեկցում էին, ապրումակցում էին, ասենք դրանց տակ մեկնաբանությունները շատ հետաքրքիր եւ զավեշտալի մեկնաբանություններ էին, որ ասում են ոնց էս կինը դեռ ողջ, հա, մենք իրան, ես փոքր եմ եղել, որ իրան տեսել եմ էկրանին, ասենք չգիտեմ, հետաքրքիր։ Աբսուրդի հասնող մեկնաբանություններ։ Աբսուրդի հասնող մեկնաբանություններ, ծիծաղալու նաեւ գրել էին հորաքույրս է, իմ եղբոր երեխաները ինձ հարցում են, հորքուր ճանաչում ես ինձ, ես չեմ ասենք գրել, այս կինը իմ հորքուրն է, ասենք գրել էին տակ, բայց ես չէի ճանաչում։ Դա հետաքրքիր մեկնաբանություն բոլորը ապրումակցում։ Հազարավոր մեկնաբանությունների մեջ կարող են գտնել եւ հումոր, եւ կատակ, եւ այսպես տարօրինակ մեկնաբանություններ։ Մի փոքր թեման մեծացնենք եւ հասկանանք Հայաստանում ինչպիսին է ժեստերի լեզվի զարգացվածությունը եւ կիրառման մակարդակը նաեւ ուր ենք հասել։ Հայաստանում 3000, երևի 3000-ից ավել խուլ կա։
որոնք օգտագործում են իրենց մայրենի ժեստերի լեզուն, իրենց հարազատ ժեստերի լեզուն։ Մենք ունենք դպրոց խուլ երեխաների։ Մենք չունենք բարձրագույն կրթություն, որոնք պատրաստում են ժեստերի լեզվի թարգմանիչներ։ Այդ նախագիծը կարծեմ հիմա ընթացքում է, մշակման փուլում է, պատրաստման, թե որտեղ որ ուսումնական հաստատությունը կվերցնի, որ այդ բաժին կբացվի, որտեղ կլինի ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստում։ Շատ կուզեի լիներ տարբեր հաղորդումներ ժեստերի լեզվի կիրառմամբ, կան ստարտափեր, որոնք արհեստական բանականության միջոցով ժեստերի լեզվի թարգմանիչներ են ինչ-որ ստեղծել, գեներացրել, սակայն դա իրեն չի արդարացնում, մենք հենց բառացիորեն 3 էլ ունեցանք քննարկում ժեստերի լեզվի թարգմանիչներով, ու խուլերն էլ շատ դժգոհ էին, որովհետև դե ինքը ամենաառաջինը չի կարող փոխանցել էմոցիան։ Մարդուց մարդ, երբ որ խուլը խոսում է կամ խուլին դու չես ինչ ուզում ելնի արհեստական բանականությունը չի կարող այդ էմոցիան փոխանցել ու չունի այդ շտեմարանը, այդ բառապաշարը համապատասխան, որ ինքը կարողանա օգտագործել։ Մեր խուլերը, մենք ունենք խուլ երեխաներ, երիտասարդներ, որոնք այս տարի շատ մեծ ուրախությամբ եմ ասում, ավարտեցին կինոյի թատրոնի պետական ինստիտուտը։ 4 երիտասարդ ունենք, որոնք պատվով ավարտեցին ու փայլուն ավարտեցին։ Որ բաժնում? Դերասանական։ Դերասանական բաժնում։ Հիանալի է, կանաչ ճանապարհ ենք իրենք ինձ հրավիրել էին իրենց ավարտական դիպլոմային աշխատանքի ներկայացմանը Չեխովի Քերիվանյան էին բեմադրում, հրաշալի ներկայացում էր։ Ես ուրախացել եմ, շատ ունենք առաջադեմ են երիտասարդները, ի շնորհիվ նաև այս տեխնոլոգիաների զարգացվածության բավականին է։ Իսկապես աշխարհը բաց է իր հնարավորություններով եւ անկախ նրանից թե մեզանից յուրաքանչյուրը ինչպիսի խնդիր ունի, կարողանում ենք միևնույն է հենց նույն նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ այդ խնդիրները լուծել, բայց ամենակարևորը նշեցիք, հույզերն ու էմոցիաները դեռ արհեստական բանականությունը, տարատեսակ ռոբոտներ, որոնք ստեղծվում են, չեն կարողանում փոխանցել։ Որտեղ է գաղտնիքը ճիշտ ժեստերի լեզվով խոսելու։ Այսքան տարի դուք խոսում եք այդ լեզվով, միլիոնավոր թարգմանություններ եք արել, բայց որն է այն կարևոր հատիկը, որ երբեք չեք մոռանում թարգմանությունը սկսելուց առաջ, ինչն է ձեզ ամենաշատը օգնում։ Ես որ սկսում եմ կապ չունի, ինչ աշխատանք կապ չունի, ինքը 1 րոպե է տևում, ունեմ ասենք վիդեոնկարահանումներ, ասենք, որոնք տևում են 1 րոպեից էլ պակաս, ունեմ որ ֆիլմեր են 2 ժամից ավել։ Ես ամենաառաջինը, որ սկսում եմ թարգմանությունը, ես իմ առջև պատկերացնում եմ մարդ, խուլ, իմ մայրիկին հիմնականում, ես իմ մայրիկին եմ պատկերացնում, որի համար ես թարգմանում եմ, ու ես թարգմանելուց, քանի որ իմ մայրիկն էլ էմոցիոնալ մարդ է, ես թարգմանելուց ես արդեն պատկերացնում եմ իր էմոցիաները, իր զարմանքը, իր հիացմունքը, իր զայրույթը, ու այդ ամեն ինչը ինձ շատ մեծ օգնություն է լինում, որ ես կարողանամ ավելի մատչելի, ավելի էմոցիոնալ ու ավելի ճիշտ հասցնեմ խոսքը։ Քանի որ նշեցիք դուք եք էմոցիոնալ եւ անգամ փոքր հասակում տատիկը ասել է, որ պետք է ժեստերի լեզվով չխոսել, եղել է դեպք, երբ թարգմանության ընթացքում շատ ուրախալի կամ շատ ավելի տխուր լուր իմանալուն զուգահեռ մոռացել եք այդ մասնագիտական ունակությունները եւ թարգմանությունը դադարեցրել եք մի պահ ինֆորմացիան մարսելու համար։ Չէ։ Միևնույն է շարունակել եմ, բայց տիրապետում եք հույզերին ցանկացած իրավիճակում։ Հույզերին տիրապետելը չեմ կանգնեցրել, ասենք թարգմանությունը երբևիցե չեմ կանգնեցրել, սակայն արտասվել եմ։ Ասենք նամանավանդ ֆիլմեր թարգմանելիս կամ վատ լուր, նույնիսկ շատ են եղել դեպքեր, երբ որ արտասվել եմ, հետո մեր մոնտաժողները կամ ռեժիսորը այդ պահին ասել են նայեք նախշունին, նախշունը լացում է։ Ասենք այդպիսի դեպքեր շատ ա եղել։ Իսկ ձեր երեխաները տիրապետում են հայերեն ժեստերի լեզվին։ Ես ունեմ 2 տղա, մեծս ամբողջապես այբուբենը գիտի, ինքը շատ ուզեց սովորել, որպեսզի տատիկի ու պապիկի հետ հաղորդակցվի, հենց իրենց լեզվով, ոչ իմ միջնորդությամբ, փոքրս էլ որոշ չափով իր անունը, այն պրիմիտիվ ժեստիկուլյացիան, որ կա, դա է օգտագործում, բայց մեծ տղաս շատ սիրում է այդ լեզուն ու աշխատում է հմտանալ։
Մենք խոսում ենք անդադար տեխնոլոգիաների մասին, այս զրույցը մնալու է եւ հետագայում մեր հեռուստադիտողները տարբեր հարթակներում կարող են հետևել ու առաջարկում ենք մեր եթերը զրույցի հատվածը ավարտել եւ ավարտել մի խաղ դասով, որը կլինի նաեւ դաս մեզ համար, որովհետեւ ժեստերի լեզուն էլ ունի արտահայտություններ, կարծում եմ, որին տիրապետելը յուրաքանչյուրիս միայն կօգնի, ոչ թե կխանգարի, ինչպես օրինակ բարի Լուիսը, որը ես արդեն հասցրել եմ սովորել եւ մտապահել, բայց կան նաեւ արտահայտություններ, որոնք կարծում եմ մեզանից յուրաքանչյուրին պետք կգա ինչ-որ մի օր։ Եթե դեմ չեք, մենք տանք արտահայտությունը, իսկ դուք դա ժեստերի լեզվով մեզ մատուցեք եւ հետագայում մենք այո, թարգմանեք եւ մենք հետո նորից դիտելով կփորձենք չմոռանալ դա։ Սիրով։ Եվ այսպես ես ինձ լավ չեմ զգում։ Ես կամ կարող ենք ասել ես վատ եմ։ Ես վատ եմ զգում։ Որպեսզի ավելի երկար չլինի, օրինակ ժեստերի նախադասություններ կա, որ հնարավորինս կարողանում ես սեղմել, նույն միտքը արտահայտում ես, արդեն մի փոքր այլ դասավորվածությամբ ժեստերի, օրինակ ես ինձ լավ չեմ զգում, կամ ես վատ եմ զգում։ Ես լավ չեմ Զգում։ զգալ, զգացողություն, չէ՞ որ հպելով զգալ, զգում։ Հետաքրքիր է, որ ժեստերի լեզվով ինչ-որ բան ցույց տալը անհրաժեշտություն է պահանջում նաև դերասանական ինչ-որ տաղանդի, էմոցիաների անպայման դիմախաղի։ Հաջորդը, ես օգնության կարիք ունեմ։ Օգնիր։ Ինձ պետք է օգնել։ Օգնել։ Ձեռքը բռնել։ Օ, Օգնել։ լավ։ Ինձ պետք է օգնել։ Պետք է սա։ Սա նտարն է, էլի քանի որ մենք ռուսերենի հետ համակցված ամեր ժեստերի լեզուն, нужно բառից է, нужно։ Պետք է։ Нужно, ինձ օգնել, ձեռքը բռնելով։ Ես քեզ օգնեմ, ասենք արդեն դեպի ձեզ։ Դու ինձ օգնես։ Եվ հարցն է նույնիսկ զգացվում ժեստի մեջ։ Հա, նույնիսկ հարց անպայման։ Հաջորդ հարցը, ինչպես կարող եմ գտնել ճանապարհը։ Ոնց ճանապարհը գտնեմ կամ ոնց գնամ։ Ոնց Կրկին գնամ։ կրճատում ենք նախադասությունը։ Իսկ վերջին շարժումը ճանապարհը գտնելը ո՞րն է։ Գտնել։ Ահա։ Ինչ որ մի բան վերցնել։ Գտնել։ Շատ լավ։ Կարող եք զանգահարել մայրիկիս եւ հայտնել իմ գտնվելու վայրը։ Մայր, մամա։ Մամա ժեստն է, հա։ Զանգել։ Ասեք ես այստեղ եմ։ Լավ, լավ։ Կամ ասեք ես որտեղ եմ։ Բայց դե քանի որ որտեղ արդեն հարց կհնչի, միտքը Որ այստեղ եմ։ Հա։ Իմ մայրիկին զանգենք, ասեք փոխանցել, հա։ Ասեք ես այստեղ եմ։ Եվ վերջում ամենակարևորների մասին։ Ահա։ Ես սիրում եմ քեզ։ Ես քեզ սիրում եմ։ Զույգը սրտի մոտ։ Լավ։ Սիրում եմ, իսկ ընդհանրապես զգացմունքը սեր։ Ինչ լավ է, որ դու կաս։ Շատ հաստատուն է ներկայությունը։ Լավ, որ դու կաս։ Ներողություն եմ խնդրում։ Շատ հետաքրքիր է։ Ձեռքը անպայման, մի ձեռք։ Խնդրում եմ հիմքը թող լինի։ Ահա, ներողություն։ Խնդրել։ Խնդրել։ Շնորհակալություն։ Լավ։ Եվ օրվա լավ շարունակություն ենք մաղթում։ Ես ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն։ Ես ձեզ մաղթում եմ Օրվա լավ շարունակություն։ Շարունակություն։ Մեր հյուրին եւ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալությունը սա էր, չէ՞։ Սա եւ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Նույնպես ես եմ շնորհակալ հյուրընկալելու համար։ Մաղթում եմ ձեզ օրվա լավ շարունակություն, ինչպես դուք ասացիք, եւ լավ բարի դրական հյուրեր։ Շնորհակալ ենք Անչա։ Շնորհակալ ենք նաև այն գիտելիքների համար, որ մենք ստացանք
Ես էլ եմ շնորհակալ օրս լցնելու համար։ Շնորհակալություն, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, եթե բաց թողեցիք այս դասից որևէ հատված, ապա իհարկե կարող եք այդ հատվածը գտնել հետագայում սոցհարտակներում մեզ հետևելով ու գտնելով հենց այս զրույցն ու խաղ բաց դասը։ Շնորհակալություն ձեզ, օրվա դրական շարունակություն։ Սա Առավոտ Պլյուսը weekend-ն է, մենք շարունակում ենք մեր ընթացքը։